Թեև շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել, բայց այսօր արդեն կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսին է Արաբկիր համայնքի երկար սպասված եկեղեցին։ Տաճարի խոշոր ծավալները հատկապես զգալի են դառնում, երբ մուտք ես գործում սրահ։ Սա Սուրբ Խորանն է, կարմիր տուֆե շարվածքով, երգչախմբի համար նախատեսված տարածքը նույնպես ավարտված է։ Արաբկիրցիներն արդեն պարծենում են, որ իրենց եկեղեցին չափերով զիջում է միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարին։ Սակայն շինության գլխավոր արժանինքներից մեկը համաչափ ճարտարապետական ձևերն են եւ դիրքը, որ ամբողջովին փոխում են թաղամասի համենապատկերը։ Արաբկիրում միշտ մենք մտահոգված ենք եղել եւ լավ չենք ընդունել, որ մեր համայնքում եկեղեցի չունենք եւ սա մեր համար երազանքների, նպատակների կատարում է։ Ամեն անգամ ես կոմիտացիա որ անցնում եմ, տեսնում եմ այս ծայրը տարբեր, տեսակի սրճարաններ, ռեստորաններ, բայց մեր եկեղեցին երբ կսարքվի, մեր եկեղեցին երբ կաշխատի։ Հիմա այսօր շատ ուրախ եմ, հույսով ինչքան շուտ կարելի է այս եկեղեցին աշխատանքի անցնի եւ մենք կարող ենք այստեղ շատ երիտասարդություն կա, շատ լավ մշակութային կենտրոն կլինի այստեղ, կարող ենք բավականաչափ աշխատանք տալ։ Դեկտեմբերի 17-ին արաբկիրցիները հավաքվել էին նոր կառուցվող եկեղեցու բակում, մասնակցելու խաչերի օծման արարողությանը։ Այս տարի համայնքը նշում է իր 90-ամյակը, սա թերևս մեծ նվեր է համայնքի բնակիչներին։ Օծման արարողությունը Մայրաթոռի միաբաններ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Արարատ եպիսկոպոս Գալթակչյանը եւ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը կատարեցին։ Սրբազան հայրերը ջրով եւ գինով լվացին, ապա մյուրոնով սրբագործեցին խաչերը։ Եկեղեցին կառուցվում է Լուիս Սիմոն Մանուկյանի հովանավորությամբ, ճարտարապետը Արտակ Ղուլյանն է։ Մուշեղ Սրբազանն իր երախտագիտության խոսքն ուղեց մեծանուն բարերարին, ճարտարապետին ու շինարարներին։ Թող Աստված սիրելի հավատացյալներ, յուրաքանչյուրիս աղոթներին ունկնդիր երկնքից իր Սուրբ Հոգին իջեցնի երկրի վրա, որպեսզի այս ձմռան ցրտաշունչ օրը մեր մեջ ճառակող հոգու ջերմությունը ել ավելի պայծառացնի եւ միմյանց այս պայից սկսյալ ասենք սկիզբը դրվեց այս գեղեցիկ համայնքում եկեղեցի ունենալու տեսիլքի ավարտին։ Շինարարական աշխատանքները շարունակվում են նույնիսկ ձմռան այս ցրտաշունչ օրերին։ Պատրաստ է երիցատունը, մնում է միայն ավարտին հասցնել ներքին հարդարման աշխատանքները, դուռ տեղադրել։ Զանգակատունը նույնպես պատրաստ է։ Եկեղեցու բարձրությունը 42 մետր է, զանգակատանը 33։ Շինարարությունն իրականացնում է Այգեձոր ընկերությունը։ Մեր եկեղեցու շինարարության մեջ եկեղեցու մեջ մեծ լույս են տեսնում, մեծ հույս են տեսնում։ Օր չկա, որ չհարցնեն, օր չկա, որ չգան մենք խաչքար ունենք եւ խաչքարի մոտ մարդը գալի մոմ են վարում եւ ամեն օր այդ հարցադրումն է, երբ մեր եկեղեցին պատրաստ լինելու։ Հոգևոր կյանքն աշխուժացնելու համար Տեր Բաբկենը նոր ծրագրեր է ձեռնարկում։ Համագործակցում է նաեւ Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարության հետ։ Տարածքի բարեկարգման աշխատանքների մի մասի ֆինանսավորումը ստանձնել են տեղական ինքնակառավարման մարմինները։ Տարիներով լքված այս տարածքը կկանաչապատվի, հաճելի պուրակ կդառնա ոչ միայն թաղամասի, այլև քաղաքի համար։ Շինարարներն արդեն կառուցել են պուրակից դեպի եկեղեցի ձգվող աստիճանները։ Եկեղեցու նկուղային հարկը 900 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում, այն ծառայելու է իբրև հանդիսությունների սրահ։ Տիկնանց եւ երիտասարդաց միությունները կունենան իրենց գրասենյակները։ Տեր Բաբկենի երազանքն է նաեւ տիկնիկային թատրոն հիմնել եւ հոգեվոր թեմաներով ներկայացումներ բեմադրել։ Տեր հայրը համայնքի օգնությամբ նաև կրթական ծրագիր է իրականացնում հաշմանդամ երեխաների համար։ Երիտասարդաց միության անդամները համայնքի բնակիչներին ներկայացնում են տաղավար տոների խորհուրդը։ 25 մագապարտեզում Արաբկիրի ամեն ավագ ուրեմն խմբերի հետ կատարում ենք այդ աղաքին կրթական աշխատանքներ երեխեքի հետ, մեր աղջիկները, եւ ամեն անգամ մի 100 երեխա գնում են դպրոց արդեն աղաքին կրթական պաշարներով։
Օվսաննա երգչախմբի խմբավար Շահեն Քեշիշյանն ուրախ է, որ իրենց երգչախումբը կցվել է Արաբկիրի եկեղեցու երիտասարդաց միությանը։ Նախատեսում են միասին երգել պատարակների եւ ծիսական արարողությունների ժամանակ։ Այս տարածաշրջանի, այս թաղամասի, այսպես ասած, միակ եկեղեցին է, որը կարիքը կար եւ շատ լավ է նախախնամության արդյունքով, թե ինչպես կազմակերպվել, լավ է, որ այստեղ եկեղեցի պիտի որ լինի, անհամբեր սպասում եմ։ Մի փոքր իհարկե երկար ձգվեց, թվում է թե, բայց Փառք Աստծո կարծես թե իր ավարտին է մոտենում արդեն։ Օծված խաչերը կտեղադրվեն հատուկ տեխնիկայի միջոցով։ Արաբկիրցիները առաջիկայում եկեղեցու բակում հավաքվելու եւս մեկ առիթ կունենան։ Համայնքի բնակիչ Մովսիսյան ընտանիքը եկեղեցուն զանգեր է նվիրաբերել, որոնք պատրաստվել են Վորոնեժ քաղաքի գործարանում եւ շուտով կտեղադրվեն զանգակատանը։ Անուշ Առաքելյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։ Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ եւ Տեր-Նավասարդ arczepiskopos Կճոյանի օրհնությամբ 1 տարի առաջ թարգմանչած տոնին մեկնարկեց գրաբարյան օրեր ծրագիրը։ Որոշվեց, որ բոլոր այն դպրոցների ուսուցիչները, ովքեր մի փոքր անգամ տիրապետում են գրաբարին, գրաբար.am կայքի օգնությամբ մեկամսյա, երկամսյա կամ եռամսյա գրաբարյան դասընթացներ անցկացնեն աշակերտների համար, որպեսզի նրանք գոնե ծանոթ լինեն գրաբարյան այն հոլովներին, որոնք կարևոր են ընթերցանության համար։ Դասընթացները բարեհաջող ընթացան, ավարտին նաև օլիմպիադա կազմակերպվեց, որի ընթացքում 90-ից ավելի աշակերտներ մասնակցեցին գրավոր եւ բանավոր քննություններին, եղավ մրցանակաբաշխություն։ Գրաբարյան օրեր ծրագրի շրջանակում տարբեր դպրոցներ կազմակերպեցին նաև ուխտագնացություններ, տարբեր ձևաչափերով միջոցառումներ, եղան բաց դասեր, խաղեր։ Այդ նույն ծրագիրն էր այսօր Ծաղկաձորում մեկտեղել Երևանի տարբեր դպրոցների շուրջ 40 ուսուցիչների, որոնք մասնակցում են գրաբարի երկօրյա վերապատրաստման դասընթացի։ 2 օրը շատ քիչ էր ուսուցիչների վերապատրաստման համար եւ խնդրեցինք նախարարությանը, որպեսզի մեզ տրամադրի ծրագիր, որը կազմած է եղել հենց գրաբարի համար, գրաբարի դասավանդման համար եւ նախարարությունն կար այդպիսի մի ծրագիր։ Մենք այդ ծրագիրը վերցրել ենք եւ այդ ծրագրի հիման վրա կազմել ենք մի ձեռնարկ, որի օգնությամբ արդեն մեր ուսուցիչները այդ ձեռնարկով պիտի շարունակեն դասավանդումը։ Եվ դրանում մեզ օգնեց Երևանի պետական համալսարանի դասախոս եւ Գևորգյան հոգեվոր ջերմանի դասախոս պարոն Նորայր Պողոսյանը։ Միջնադարում եւ մեր օրերում գրաբարի դասավանդման մեթոդների, դասագրքերի, օլիմպիադաների մասին են լինելու Նորայր Պողոսյանի բանախոսությունները։ Ուսուցիչները կմասնակցեն նաեւ կինոդիտումների, տարբեր քննարկումների, ժամերգությունների։ Ծրագրի առաջին օրը բացվեց Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել arczepiskopos Քարամյանի օրհնության խոսքով։ Գրաբարի կարևորության մասին խոսեցին Տեր Գարեգին Վարդապետ Համբարձումյանն ու Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը։ Հայր Սուրբն ասաց, որ գրաբարի հետ կապված ոչ մի միջոցառում բաց չի թողնում եւ ուսուցիչներին ներկայացրեց իր եւ Նարեկ Աշուղ Աթոյանի ջանքերով ստեղծված գրաբար.am կայքն ու կայքում տեղադրված 9 դասերը։ Ամեն բան այստեղ պարզ է ու մատչելի, պարզապես պետք է հաճախ օգտվել կայքից, պատարակների, ժամերգությունների մասնակցել, չմոռանալու համար այդ լեզուն։ Իդեպ շուտով պատրաստ կլինեն գրաբար.am կայքի անգլերեն եւ ռուսերեն տարբերակները։ Հատկապես աստվածաշնչագիտության մեջ գրաբարի իմացությունը Հայր Սուրբը պարտադիր համարեց։ Օրինակ, ինչպես ընթերցել Եվսեբիոս կեսարացու ժամանակագրության առաջին հատորը կամ Եփրեմ Ասորու Պողոս Առաքելի 14 նամակների մեկնությունը, որոնք միայն գրաբար են։ Եվ ի վերջո, ինչպես մասնակցել պատարակի, կարդալ նարեկացի եւ ճիշտ աղոթել առանց գրաբարի իմացության։ Հայր Գարեգինը նշեց նաև, որ այս քնքուշ եւ գեղեցիկ լեզուն այնքան է գերել օտարերկրացիներին, որ անգամ Թեքսասի համալսարանում ու նաև Վենետիկում են բացվել գրաբարի դասաժամեր։ Երևանի թիվ 118 դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանը, ում դպրոցը նախորդ տարի մասնակցել էր օլիմպիադային ու բարձր արդյունքներ գրանցել, ուսուցիչներին ներկայացրեց իր փորձն ու խոսեց ծրագրի արժանինքների մասին։ Ըստ նրա, շատ կարճ ժամանակում կարելի է հմտանալ ու տիրապետել գրաբարին։ Եթե որևէ մեկը ինձ ասեր, որ 10 դասի ընթացքում հնարավոր է գրաբարի նման բարդ լեզվի կարևոր օրինաչափություններ սովորեցնել մարդկանց, որոնք դրա մասին ընդհանրապես մինչ այդ որևէ գաղափար չեն ունեցել, ես կասեի, որ դա ֆանտաստիկայի եւ հեքիաթի ոլորտից է։ Փառք Աստծո, որ ուսուցիչների վերապատրաստումը իրականացվում է, իսկ դրանից հետո ավելի շատ դպրոցներում, ավելի շատ սովորողներ, երբ որ աշակերտին ասում են երեխաներ ոսկեղենիկ մայրենի, երբ ասում են ոսկեղենիկ
Էկումենիկ գրաբարը, երբ ասում ենք Աստվածաշունչ, երբ անցնում ենք Նարեկացի, անցնում ենք Մատյանը, ասում ենք, որ սա մեր երկրորդ Աստվածաշունչն է, սա աղոթագիրք է եւ այլն, պետք է ավելի խորությամբ այն ընկալելի դարձնելու համար գրաբարը պետք է խորացնել։ Վարդան Սրբազանի կարծիքով գրաբարը մեզ մեր նախնիների ժառանգությանը կապող կարևոր օղակ է, որն այսօր ցավոք կտրվել է։ Մեր պատմագրության ակունքներին հասնելու համար պարտավոր ենք խորենացի ընթերցել, վարքագրության համար Ագաթան Գեղոս, երաժշտության համար շնորհալի ու Կոմիտաս Աղցեցի։ Լուծումը շատ պարզ է, պետք է սեր արթնացնել երեխաների մեջ այս գեղեցիկ լեզվի նկատմամբ եւ ամենակարևորը ցույց տալ ոչ թե տարբերությունները, այլ հակառակը արևելահայերենի հետ նմանությունները։ Այն նույն լեզուն է, որը պարզապես ժամանակի ընթացքում փոփոխություններ է կրել։ Կարևորելով գրաբար լեզվին նոր կյանք տալու այս գործընթացը, Սրբազան հայրը հույս հայտնեց նաև, որ մի օր այն կտարածվի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով, գրաբար կդասավանդվի յուրաքանչյուր դպրոցում։ Ըստ Սրբազան հոր, գրաբարը ոչ թե քերականություն է, այլ զգացողություն եւ հավիտենական ուսուցիչ։ Մերի Հովսեփյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։ Դեկտեմբերի 15-ից 16-ը Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց Հայաստանը եւ Քրիստոնյա Կովկասը հանրապետական գիտաժողով։ Այն նվիրված էր Աղվանքում եւ Վրաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ Նախաձեռնությունը Արևելագիտության ինստիտուտինն էր։ Գիտաժողովը քաղաքական եւ գիտական արդիականություն ունի, համոզված է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։ Թեմաները ծառայում են մեկ նպատակի՝ ավելի խորը ներկայացնել հայ ժողովրդի Հայաստանի կարևորագույն մշակութային հոգևոր դերը որպես ազդակի, որը խթանեց Կովկասի ժողովուրդների, մանավանդ քրիստոնյա ժողովուրդների զարգացումը։ Գիտաժողովում ներկայացված թեմաների առանցքը քրիստոնյա Հայաստանի մշակութային ու կրոնական առնչություններն էին հարևան երկրների հետ եւ թե ինչպես է մեր երկրի միջոցով քրիստոնեությունը տարածվել Կովկասում։ Ըստ պատմաբանների, Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրություն ստանալուց հետո Վիրքի, Եգերքի, Աղվանքի թագավորներին եւ աշխարհիկ ավականուն հրավիրում է Հայաստան եւ 315 թվականի գարնան ավարտին Մկրտում Արածանի գետում Բագավան ամառանոցում։ Մեզ համար շատ կարևոր է պատմաբաններիս համար, որպեսզի այս ինչ որտեղ ֆենոմենալ երևույթը հայտնի դառնա նաև մնացյալ աշխարհին։ Օրինակ, եթե աղվանների հետնորդները, որ այսօր լեզգիալեզու ժողովուրդներն են, ընդունում են Հայաստանի ճանապարհով քրիստոնեության անցումը իրենց երկիրը, իրենց պատմական հայրենիքը, ապա վրացիները այնքան էլ չեն ընդունում։ Վրացիներն ասում են, չէ, մենք ընդունել ենք քրիստոնեությունը 337 թվականին, 337-ից երբ որ հանում ես 315, ստացվում է 22 տարի, 22 տարով ուշացնում են։ Պատճառը բացարձակապես այն է, որ վրացիները վախենում են արժևորել հայկական պատմական աղբյուրների տեղեկությունները։ Ուշագրավ զեկույցներից էր նաև Համլետ Պետրոսյանի Արցախի արևելյան մուտքով վաղ քրիստոնեական մատուռ դամբարանների եկեղեցու մասին զեկույցը։ Նա ներկայացրեց վերջին տարիներին Տիգրանակերտի պեղումների ժամանակ հայտնաբերված հայկական ճարտարապետության յուրօրինակ դրսևորումները, արևելյան մուտքով միակ մատուռն ու եկեղեցին։ Ըստ հնագետի, այն կրոնագիտական լուրջ ուսումնասիրություն պահանջող նյութ է։ Զեկույցներ եղան նաև կովկասյան ժողովուրդների ավանդազրույցների, տոնացույցի, Վիրքում, Լազիկիայում, Աղվանքում քրիստոնեության ընդունման ժամանակագրության մասին։ Լուսինե Բալյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։ Ոսկան վարդապետ Երևանցու տպագրական պատկերանշանն է։ Այս նշանի ներքո 17-րդ դարի Եվրոպայում տասնյակ հայալեզու գրքեր են հրատարակվել, ժամանակի համար պատկառելի տպաքանակով։ Մասնագետները հաճախ են նշում, ոսկան երևանցին հայ ժողովրդի այն զավակներից էր, ով ազգապահպանության համար արեց նույնը, ինչ Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում։ Դեկտեմբերի 15-ից 16-ը Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում անցկացվեց ոսկան երևանցու ծննդյան 400-ամյակին նվիրված գիտաժողով։ Ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ նաև բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանի ոսկան վարդապետ Երևանցի կյանքը եւ տպագրական գործունեությունը եռալեզու աշխատության շնորհանդեսը։ 350 տարի առաջ ոսկան վարդապետը Ամստերդամում ձեռնամուխ եղավ հայերեն Աստվածաշնչի տպագրությանն ու տարածմանը։ Սուրբ գրքին հաջորդելու էին հոգևոր եւ աշխարհիկ, գիտական եւ գեղարվեստական գրականության բազմաթիվ նմուշներ։
Վարդան Դևրիկյանի նոր աշխատությունը ներկայացնում է ինչպես Ոսկան վարդապետ Երևանցու եկեղեցական ծառայությունը, այնպես էլ նրա հասարակական հրատարակչական գործունեությունը։ Գիրքը տպագրվել է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով։ Սկզբնապես գիրքը ավելի պետք է կատալոգային, ուղեցուցային բնույթ լիներ, սակայն գրության ընթացքում աստիճանաբար հավելվեց ավելի նյութերով, թեև ուրեմն պատկերազարդությունը, ցուցադրվող գրքերի եւ ընդհանրապես տպագրված գրքերը ներկայացված են եւ կատարված է նաեւ նրանց պատկերային վերլուծությունը։ Ոսկանյան տպարանը գործել է նախ Ամստերդամում, ապա տեղափոխվել Լիվորնո, այնուհետև Մարսել։ Հոլանդիա, Իտալիա, Ֆրանսիա, եվրոպական այս 3 երկրներում տպագրված հայալեզու գրքերը նպաստել են, որ պետականության կարոտ ժողովուրդը չկորցնի իր ինքնությունը եւ ազգային մշակույթը ներդաշնակի ժամանակի համաշխարհային մտքին։ Շարակնոցներ, քերականություն, պատմագրական աշխատություններ, բազմաթիվ են Ոսկանյան հրատարակությունները։ Բավականաչափ նմուշներ պահվում են Մատենադարանում։ Ոսկան վարդապետ Երևանցու 400-ամյակը պատեհառիթ էր այցելուների առջև բացելու այդ հարստությունը։ Ոսկան Երևանցու վաստակի խոսում վկայությունն է նաև, որ եւ վարդապետին նվիրված երկօրյա գիտաժողովը եւ Վարդան Դևրիկյանի աշխատության տպագրությունը իրականություն են դարձել ՄԱԿ-ի գիտության եւ մշակույթի կազմակերպության ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ։ Նշան Աբասյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Մոնրեալի հայ համայնքը նշել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու ոցման 45-րդ տարեդարձը։ Սուրբ Պատարագ է մատուցել Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։ Հոբելյանական տոնակատարությունների շրջանակում սրբազան հորձեռամբ դպրական աստիճան է շնորհվել Մայքլ Արապյանին, Արմեն Պաճաքյանին եւ Շիրազ Սվաջյանին։ Աբգար սրբազանը կանադահայոց առաջնորդարանի բարձրագույն շքանշան է շնորհել մի շարք անձանց, ովքեր երկար տարիներ իրենց անսակարգ ծառայությունն են իրականացրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Կանադայի Քվեբեկ նահանգի ներգաղթի նախարար Տիկին Քայթլին Ուելն այցելել է Հայտուն։ Նախարարին ընդունել են Կանադայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը եւ Հայտան տնօրինությունը։ Նախարար Ուելի այցելության նպատակն է եղել մոտիկից ծանոթանալ Իրաքից եւ Սիրիայից հեռացած եւ Կանադայում ապաստան գտած ընտանիքների վիճակին։ Լիբանանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ հայոց ցեղասպանության որբերի Արամ Պեզեքյան թանգարան են այցելել Լիբանանում Գերմանիայի, Դանիայի, Լեհաստանի, Հունաստանի, Չեխիայի, Վատիկանի դեսպանները, Լիբանանի արտաքին գործերի եւ մշակույթի նախարարության ներկայացուցիչները։ Այցելուները ծաղիկներ են դրել դանիացի միսիոնար Մարիա Յակոբսենի շիրիմին։ Այցելությունը թանգարան տեղի ունեցել Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով։ Հյուրերը շրջել են թանգարանում, որտեղ ցուցադրված են հայոց ցեղասպանության առնչվող փաստագրական զանազան նյութեր, վավերագրեր թռչնոց բույն որբանոցի գործունեության եւ Մարիա Յակոբսենի մարդասիրական առաքելության վերաբերյալ։ Փարիզում տեղի ունեցել Ֆրանսիայի եւ Արևմտյան Եվրոպայի հոգեվորականների առաջին ժողովը։ Նիստերի ընթացքում քննարկվել են Ֆրանսիայում հայ եկեղեցու առաքելությանը եւ հոգեվորականներին առնչվող զանազան խնդիրներ, նաեւ ծիսական բացատրական գրքերի հրատարակման հարցեր։ Ժողովը քննարկել է նաեւ թեմի երիտասարդական միության ծրագրերը։ Հոգեվորականները հայտարարությունն են հրապարակել, դատապարտելով նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած սպանությունները եւ աղոթել Ֆրանսիայի, Սիրիայի եւ համայն աշխարհի խաղաղության համար։ Ռուսաստանի Նովգորոդ քաղաքում տեղի ունեցել հայկական խաչքարի հանդիսավոր բացում։ Այն տեղադրվել է հայկական համայնքի ներկայացուցիչներ Զավեն Ալեքսանյանի եւ Դավիթ Հովանիսյանի նախաձեռնությամբ եւ բարերար Բագրատ Հովանիսյանի ֆինանսական աջակցությամբ։ Արարողությանը ներկա են եղել պետական ու հասարակական այրեր, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Հայր Պողոսի խոսքով հայկական խաչքարի տեղադրումը ուղղափառ եկեղեցու տարածքում վկայում է հայ եւ ռուս ժողովուրդների քրիստոնեական արժեքների եղբայրության մասին։ Մարի Խաչատրյան, Եկեղեցական կյանք։ Ուրախ ամանոր սահմանում ծրագրի առիթով Մայրաթոր Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության բաժինն ասուլիս էր հրավիրել։ Տարվա վերջին տոնական ծրագրի մանրամասները ներկայացրեց գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս Քահանա Մանգասարյանը։ Դեկտեմբերի 19-ին Երևանի 5 սուպերմարկետների հաճախորդներին առիթ կընձեռվի իրենց ամանորյա գնումներին զուգահեռ փոքրիկ նվերներ գնել նաև սահմանամերձ գյուղերում ապրող բնակիչների համար, այդ կերպ շնորհավորելով նրանց ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Այդ սուպերմարկետներն են Կոմիտասի, Դավթաշենի, Տիգրան Մեծի, Երևան City սուպերմարկետները, Փակշուկան եւ նաեւ
Carrefour-ը Երևան մոլում։ Այս 5 սուպերմարկետներում դեկտեմբերի 19-ին առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան ժամը 8-ը սուպերմարկետ այցելողներին առաջարկել, խնդրել, շահագրգռել, որպեսզի իրենց գնումների հետ մեկտեղ մի բան էլ նվեր առան, մենք ուղարկենք սահմանամերձ գյուղեր։ Ամեն ինչ որ հավաքվեց, ուղարկվում է Իջևան, եւ այնտեղ թեմի առաջնորդի, հոգեվորականների եւ համայնքապետերի առաջնորդությամբ այդ ամենը կբաշխվի։ Դեկտեմբերի 21-ին նվերներն առաքվելու են Իջևանի սահմանամերձ գյուղեր։ Քաղցրավենիք, գրենական պիտույքներ, խաղալիքներ, տնտեսական ապրանքներ, պարենային սննդամթերք։ Ահա ապրանքների ցանկը, որ կարող են գնել մարդիկ եւ փոխանցել մուտքերի մոտ հերթապահող կամավորներին։ Հաշվի է առնված յուրաքանչյուր մանրուք, որպեսզի նվերները հեշտությամբ հանձնվեն կամավորներին եւ տեղափոխվեն բեռնատար։ Ի դեպ, Carrefour սուպերմարկետում այդ օրն իբրև կամավոր աշխատելու են Ունիսոն հասարակական կազմակերպության անդամները։ Թվով շուրջ 100 կամավոր են ունենալու, որոնք հերթափոխով սուպերմարկետներում լինելու են։ Իրենց կտարբերեք բեյջերով։ Իրենցից 200 հոգի կանգնած են լինելու մուտքերի մոտ, ովքեր որ թերթիկներն են բաժանելու, այն թերթիկները, որ ձեզ կարծեմ թե բաժանվեց, այս հրավերն է, հա, այսպես ասած, գնում անելու, նվեր առնելու հրավերն է, եւ մարդիկ ովքեր որ ինչ որ բան գնել են առանձին կամ իրենց գնումների հետ մեկտեղ իրենք կարող են առանձնացնել հենց տվյալ պահին մեր կամավորներին հանձնել, դրսում կանգնած լինելու մեր բեռնատարը, որի մեջ որ տեղավորվելու է։ Ծրագրի ավարտից հետո ամբողջ ապրանքը բերվում է մայրաթոր, տեսակավորվում է, փաթեթավորվում եւ ուղարկվում է Իջևան։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նախատոնական օրերին արդեն իսկ նախաձեռնել է այցելել Տավուշի թեմի սահմանամերձ գյուղերի դպրոցներ եւ ամանորյա նվերներ փոխանցել երեխաներին։ Սրբազան հոր նախաձեռնությանը միացել են զանազան կազմակերպություններ, բարեգործական հիմնադրամներ ու անհատներ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության այս նախաձեռնությունը բոլորին հնարավորություն է տալիս փոքրիկ նվերներով իրենց շնորհավորանքը հասցնել սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Մենք շատ ենք խոսում եւ ասում ենք, որ սահմանը պահվում է ոչ միայն սահմանապահ զինվորով, այլ նաեւ սահմանամերձ գոտում ապրող մարդկանցով։ Էսա էլ փոքրիկ մի հատ առիթ է, որ մենք կարողանանք մեր այդ հոգատարությունը ինչ որ կերպ նյութական թեկուզ ձևով ցույց տալ։ Բուն նյութականը չի այստեղ ամենից կարևորը, բայց մեր հոգատար լինելը, մեր ջերմությունը այդ մարդկանց փոխանցելն է։ Տեր Մարկոս Քահանա Մանգասարյանը խոսեց նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի գործունեության մասին։ Շուրջ 2 տարի գործող գրասենյակը դրամական եւ նյութական օգնություն է ցուցաբերել հազարավոր սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամների, զինծառայողների, սիրիահայերի։ Գրասենյակը, որ գտնվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, դիմումներ ընդունում է ամեն ուրբաթ ժամը 9-ից 17։ Մերի Հովսեփյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։